բան չկա դրամում։ Բայց հաջորդը մենք այս տարին ներդնելու ենք համընդհանուր ետ վճարի համակարգ։ Այսինքն բոլոր քաղաքացիները անկախիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու։ Համակարգը կներդրվի, պարոն Հովհաննիսյան, 3.5%-ի մասներ, 2%-ի մաս, անկախիկ առևտրի 2%-ը քաղաքացիները էլի հետ վճարի ձևով կստանան։ Մենք հարգելի գործընկերներ թևակողելու ենք ակադեմիական քաղաքի նախագծի իրականացման հաջորդ փուլ։ Այս տարի մինչև տարեվերջ մենք կհաստատենք արդեն դե յուրե որոշմամբ ակադեմիական քաղաքի մաստեր պլանը կամ գլխավոր հատակագիծը, չգիտեմ որ տերմինն ավելի ճշգրիտ, մաստեր պլանը, եւ կսկսենք ուրեմն ակադեմիական քաղաքի իրագործման հաջորդ արդեն դե յուրե եւ դե ֆակտո լիարժեք փուլը։ Իհարկե կշարունակվի, մենք 2026 թվականին ավարտին կհասնենք մեր 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը եւ ուզում եմ ընդգծել, որ մեզ համար հիմա ակնհայտ է, որ 300 դպրոցի ծրագրից հետո մենք պետքա որդեգրենք նոր 300 դպրոց ծրագրի, որովհետեւ դա էլ հաջորդ մեր արձանագրումներ եւ այն դեպքերից է, երբ որ մենք մեր երկիրը երկրի մասին ինֆորմացիա մեզ թվում է շատ գիտենք, բայց իրականում շատ չգիտենք։ Որտեվ 300 որ ասում ենք, մեզ թվում է թե 300 դպրոց կկառուցենք եւ երկրում դպրոցների պահանջարկը դրանով կբավարարվի։ Բայց ոչ, ես ավելին ասեմ, այն հաջորդ 300-ից հետո մենք պետքա եւս մի 300 անենք։ Այո, եւս 3 հատ 300 պետքա կառուցենք, որպեսզի կրթության պատշաճ մակարդակ տեղի ունենա։ Հարգելի գործընկերներ, Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր։ 23% վերջին տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում։ Ես ուզում եմ մենք խորանանք այս երևույթի պատճառի մեջ, որովհետև այստեղ կոնֆլիկտ կա իրոք։ Մենք ցույց ենք տալիս մի կողմ տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում։ Ես շատ մտածել եմ այդ երևույթի մասին, գիտեք ինչն է դրա պատճառը, իմ համոզմամբ։ Դպրոցների ավերակներն են դրանց պատճառը։ Դա ուրիշ որևէ պատճառ չունի։ Ավերակ դպրոցները, այն որ հանրապետության երեխաների մի զգալի մասը ըստ էության զրկված է պատշաճ որակի կրթության իրավունքից։ Ուրիշ պատճառ դրա համար չկա։ Որտեւ այդ ոնց է որ 100 հազարավոր կամ տասնյակ հազարավոր լավ քաղաքացիներ կարող են արտերկրից գալ Հայաստանում աշխատել եւ բոլոր հիմնարկները ուղղակի խնդրում աղաչում են աշխատող են փնտրում եւ չեն գտնում մյուս կողմից բարձր վճարման սեգմենտներում աշխատողների մեծ պահանջարկ կա մյուս կողմից աղքատության այս երևույթը դրա պատճառն է նա որ տասնամյակներով Հայաստանի երեխաները դպրոց չեն ունեցել հարգելի գործընկերներ հիմա այդ երեխաները մեծացել են հասուն մարդիկ են եւ պետքա վաստակեն ինչով վաստակեն որ գիտելիքով